Այսպես կոչված համաձայնությունը, որ եկել են կողմերը, սա էլ նույնիսկ այդ բառն է կեղծ, որտեղ իրականության մեջ գնացել է զիջումներ, այսինքն Ադրբեջան ասում են, չէ՞, որ 17 պայմաններ կա, որոնց շուրջ համաձայնություն կա, մենք մինչև մեկ չգիտենք էլ թե այդ 17 պայմանները որոնք են։ Քիչ թե շատ գիտենք թե այդ երկուսը որոնք են, որոնց իբր թե չէին համաձայնում, հիմա գնացել են զիջման, այսինքն չի եղել կոմպրոմիսներ այդ համաձայնության։ Եղել է ուղղակի զիջում, այսինքն հետեւաբար այդ դա ոչ թե համաձայնություն է կամ համաձայնագիր, իդեպ նախկինում այն պայմանագիր էր կոչվում, հիմա համաձայնագիր է, չգիտես ինչի կոչվում, այլ գնացվել է հերթական զիջման։ Եվ ադրբեջանական կողմի հռետորաբանության փոփոխությունը այդ զիջումից հետո շատ նորմալ է իրենց համար, որտեղ իրանք հասկանում են, ինչքան իրանք կարողանում են ճնշել, այնքան այդ զիջումների թիվը ավելանալու է, հետեւաբար այնտեղ վերջում կնքվել է ոչ ինչ որ պայմանագիր կամ համաձայնագիր, այլ ինչ որ զիջումնագիր է լինելու, եւ հենց այդ զիջումնագիրի տակ էլ վերջնականապես Հայաստանի վաճառման գործընթացն է ստորագրվելու։